Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-521 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ, պարոն Աղազարյան, շնորհակալ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Աղազարյան, քանի որ սա մեր առաջի հանդիպումն է 2026 թվականին, մի փոքր 2025 թվականի ամփոփմանը անդրադառնանք։ Ձեզ համար տարին ինչպես ավարտվեց։ Հաշվի առնելով այն բոլոր ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային։ Գիտեք ինչ, տարին շատ բուռն էր բոլոր առումներով, իրադարձություններ տեղի ունեցան, որոնք մտածելու տեղիք տվեցին, ինչևէ հիմա տարին ամփոփվել է որոշակի արդյունքներով, մենք պետք է այդ արդյունքներից հետևություններ անենք, որպեսզի որը որ լավն վերցնենք, որը որ վատնա մեր կարծիքով մատնանշենք եւ նաեւ ճանապարհներ առաջարկենք այդ վատ դրսևորումների հետևանքները վերացնելու համար մեր հայրենիքի հետ կապված, պետականության հետ կապված։ Շատ բաներ է տեղի ունեցել, իմ համար ամենաանընդունելի այսպես կոչված դրվագը դա եկեղեցու դեմ վարչապետի ձեռնարկած այդ պայքարներ։ Ես իհարկե իմ գնահատականը տվել եմ շատ շուտ, ես ասել եմ, որ վարչապետը նպատակ չունի կաթողիկոսին հեռացնելու գահից, իր իսկական նպատակը, դե կստացվի, ճիշտ ստացվի, իր իսկական նպատակը Հայաստանի առաքելական եկեղեցի ստեղծելն է կամ նման մի բան, որը պետք է դառնա իր ցնորական գաղափարի 4-րդ հանրապետության։ Այսինքն պատկերացրած եկեղեցին է։ Այո, որպեսզի սփյուռքից կտրի, այսպես կոչված, եւ ստեղծի իր հայտնաբերած հայրենիքում, հայտնաբերած շակերտների մեջ հայրենիքում ստեղծի 4-րդ հանրապետություն եւ այդ եկեղեցին պետք է դառնա 4-րդ հանրապետության հենասյուներից մեկը եւ հենց հիմա չէ իհարկե այս օրերին ինքը արդեն գրում է այդ նոր եկեղեցու կանոնադրությունը։ Ես դա գիտեմ, ասել եմ շուտվանից, հիմա բարեբախտաբար արդեն շատ մեկնաբաներ, շատ քաղաքական գործիչներ նույնպես գալիս են տեսակետին, որ նպատակը եկեղեցին պարակտելն է ըստ էության։ Պետք է փորձենք դրա դեմ, օրինակ դա վատ ամփոփում էր տարվա իմաստով եւ պետք է փորձենք այդ բացասական երևույթը դեմը առնել։ Ես ինքս հավատացյալ չեմ, ասել եմ բազմիցս, ոչ թե բան եմ անում, ռեկլամ եմ անում կամ ինչ-որ լավ վիճակն եմ փորձում դնել, հացադրել լավ թե վատ, հավատացյալ չեմ, բայց ես ինքս քաղաքացի եմ եւ ես ինքս իմ համար հավատ ամեն ինչը սահմանադրություն եւ օրենքն է, պետք է պահպանվեն դրանք։ Վատ օրենքը պետք է պահպանվի։ Այդ դեպքում երկկողմանի պետք է ասել այդ ամենը, գուցե եկեղեցին էլ պետք է պահպանի իր սահմանադրական։ Իհարկե, եկեղեցին պետք է պահպանի համառությամբ վերապահված իր լիազորությունները։ Եթե, ասենք, քաղաքական իշխանությունները գտնում են, որ եկեղեցի հետ հարաբերությունները կան բացեր, կան թերություններ, կան ասենք ինչ-որ բաց թողումներ, պետք է այդ ամեն ինչը կարգավորվի փոխադարձ համաձայնությամբ եւ վերջին հաշվով օրենքներով։ Վերջին հաշվով օրենքներով կարգավորվի, այդ հարցերը լուծվի։ Եկեղեցին եկեղեցականները պետք է իհարկե ուղիղ այսպես կոչված քաղաքական գործընթացների մասնակցություն ունենան, ձեռնպահ լինեն։ Դա չի նշանակում, որ եկեղեցականը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, որտեղ ինքը նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ ստորագրեց առերացման այդ անհրաժեշտությունը։ Չէ, դա անթույլատ է, դա համեմատելու չեն։ Ինչպես որ վարչապետը հանդես այս այդ կարելի է համատել, ինչպես որ վարչապետը հանդես էր գալիս որպես շարքային հավատացյալ եւ այդ տեսանկյունից ինքը իր անհանգստություններն էր արտահայտում եկեղեցում տիրող այսպես կոչված բացասական դրսևորումների նկատմամբ։ Այդ դա կարելի է համատել։ Վարչապետը ստորագրի այդպիսի փաստաթուղթ, դա բան է, հավատացյալ է գնացել այդ քայլին։ Այն մասերը ընդունելի է ինչ-որ իմաստով, համաձայնենք թե համաձայն չենք իր տեսակետից, իհարկե ես համաձայն չեմ, բայց այդ ձևաչափը ընդունելի է, բայց որպես վարչապետը ստորագրում, սա արդեն սահմանադրական կարգի տապալում է։ Եվ ես իրան հասկանում եմ, թե ինքը ինչի է որպես վարչապետ ստորագրում, որովհետև իր բազմաթիվ այսպես կոչված մեղմ ժպիտով, կեղծ բարեպաշտությամբ աչքերով լսված կոչերը, որ ես գնում եմ այս եկեղեցին, պատարակի, ես գրում եմ եկեղեցին, պատարակի, կոչ արարը վստահության, որպես իր համախոհները գան։ Գալիս են, այնպես չի որ մարդիկ։ Բայց նույն մարդիկ են գալիս։
Եվ դա արդյունք չտվեց Թիվն էլ կարծես թե չի ավելանում, Եվ դա արդյունք չտվեց ըստ էության, հիմա ինքը արդեն հանդես եկավ որպես արդեն վարչապետ։ Ասում եմ, հիմա ես արդեն ասում եմ որպես վարչապետ եմ այս բաներն անում։ Հետևաբար կողմնորոշվեք եւ ձգվեք։ Ասենք ինքը հստակ քաղաքականություն է տանում եկեղեցին պարակտելու հայաստանյան առաքելական եկեղեցի ստեղծելու ուղղությամբ եւ այս օրերին ինքը գրում է կանոնադրությունը, կարծում եմ մինչեւ փետրվարի կեսերը, փետրվարի վերջը իրանք թղթերը կտան արդարադատության նախարարություն։ Եվ ինչպես եք տեսնում լուծումը, արդարադատության նախարարությունը ինչ որոշում կայացնի։ Գրանցի, որ մեր մոտ խղճի ազատությունն է եւ այս կներեք նաեւ այս 10 հոգում ես ասում եմ սողուններ։ Ես ոչ եմ ասում սողունների իմաստով, որ իրանք այսպես կոչված իրանց պատկերացումներով դուրս են եկել եկեղեցու մեջ գոյություն ունեցող անընդունելի բարքերի դեմ։ Ասենք դրա դեմ են դուրս եկել։ Ես դա համար չեմ համարում իրանց սողուն։ Ես իրանց համարում եմ սողուն, որտեղ իրանք խաբում են։ Ինչու՞մ են խաբում, օրինակ որտեղ խաբեությունը։ Դա խաբեությունը կայանում է դրանում, որ հիմա իրանք իբր թե այդ ճանապարհով են գնում, որ եկեղեցին բարենորոք են, բայց վաղը չեմ իսօրը հենց վարչապետը իրանց միջոցով է ստեղծելու Հայաստանից առաքելական եկեղեցին եւ դա իրենք գիտեն։ Այստեղ է սողունությունը, ոչ թե սողունությունը այնտեղ է, որ կարող է պատահել նույնիսկ կաթողիկոսին հակադրվել մարդն։ Ինչ-որ բան են տեսել, ենթադրենք եւ հակադրվում են, այս կարծիքն են հայտնում։ Այդ իմաստով չեմ ասում սողուն, որ հակադրվել են կաթողիկոսին, այն իմաստով եմ ասում սողուն, որ իրենց իսկական նպատակը իրենք թաքցնում են, ժողովրդին շեղում են ու ասում դե մենք էլ ուրեմն ստեղծում ենք մեր Հայաստանի առաքելական եկեղեցին, չկարողացինք բարեփոխումներ իրականացնել եկեղեցում, չկարողացանք կաթողիկոսին խնդրել, որպեսզի ինքը մեր խնդրանքը չհարգեց, որպեսզի մնահանգստի մենք ստիպված պիտի մեր ծառայությունները մատուցենք այլ ձևաչափով։ Այսինքն կադրերը արդեն նախապատրաստում են հետագա գործողություններ իրականացնելուց հետո, որպեսզի դատարկ չմնա այդտեղ։ Եվ մինչև փետրվարի վերջ, Ինչու փետրվարի վերջ եւ ոչ թե հունվարի, որն է խնդիրը։ Կանոնադրություն է գրում վարչապետը։ Դեռ գրում։ Ինքն է գրում, ինքը ոչ մեկին չի վստահում որ գրել։ Այսինքն երբ ավարտի։ Ինքը երբ կավարտի փաստաթղթերը կտան կգրանցեն, ասենք, կառավարության նախարարությունը կգրանցի մի 10-15-20 օրվա ընթացքում կգրանցի այդ կազմակերպությունը։ Տեսնենք զարգացումները ինչպես կընթանան, պարոն Աղազարյան, ինչպես դուք ասացիք, այդ իրադարձությունն եք ձեզ համար արձանագրել որպես 2025 թվականի ավարտ, որը տեղափոխվել է նաև 2026։ Տեսեք, դա որպես հարցի պատասխան շարունակություն, այո, տեսեք, այս մի արձանագրում ես շուտ եմ արել, որը տեղափոխվել է հիմա 26 թվական։ Հիմա ես ինքս գտնում եմ, որ դա ճիշտ ճանապարհ չի։ Հետևաբար ինչ պետք է անեմ, որ այս ճիշտ ճանապարհը ընդհատվի։ Պետք է ամեն ինչ անեմ իմ ուժերի ներածի չափով, որպեսզի վարչապետը չվերարտադրվի։ Դա միայն դրա լուծումը քաղաքական խնդիրներ են, հետևաբար լուծումը պետք է լինի քաղաքական։ Պետք է ասենք գնահատականը տալիս ենք, արձանագրում ենք եւ անում ենք հետեւությունը։ Ինչ պետք է անի, որ դա տեղի չունենա, պետք է այնպես անել, որ վարչապետը չվերընտրվի։ Իսկ վարչապետի բարձրացած հարցերը այն որ եկեղեցի եւ պետություն հարաբերությունները որ կան, որոնք օրենսդրական դաշտում են, այո, դրանք կարելի է մտածել, կարգավորել եւ այլ եւ այլ։ Իսկ եկեղեցին թող ինքը իր ներսում այդ բարեփոխումները անի, այդ իմաստով արդեն վարչապետը ծառայություն մատուցել է։ Մասնավորապես այս սողունները որ դուրս են եկել վեհապարի դեմ, վաղնամյուսերը կստեղծել իրենց եկեղեցին, արդեն ծառայություն մատուցել է, եկեղեցին ահագին մաքրվել է այդ իմաստով։ Մնացած բաներն ինչ որ կա թերությունը թող եկեղեցականները իրանք ամբողջ աշխարհում այդ խնդիրը, բոլոր եկեղեցիներում այդ խնդիրը կա։ Ոչ որ հասարակությունն է հիվանդ, ոչ որ հասարակությունն ունի թերություններ, դժվարություններ, նույն բանը կա նաև այդ հասարակության մեջ գտնող ցանկացած միավորման հետ կապված։ Հետևաբար, այո, թող այդ բարձրացնեն եւ այդ հարցերը լուծեն։ Կհետևենք իրադարձություններին եկեղեցու հետ կապված եւ ժամանակահատվածը, որը դուք նշում եք, տեսնենք այս անգամ ձեր կանխատեսումները իրատեսական են դառնում թե ոչ։ Ամեն ինչ քննադատում ենք, ամեն ինչ ասում ենք շատ վատ է, պարոն Աղազարյան, այնպես չի որ տարին հասարակ թեկուզ այն դնամակրման աշխատանքները, որ պետք է կատարվեր եւ հասարակության անխոչնդոտ այդ ճանապարհներով քայլելը ապահովեին, իշխանությունները դա էլ չապահովեցին, դա էլ չկատարվեցին, եթե ինչ որտեղ ճանապարհները մեքենաների համար, այսպես ասած, մեքենաները բացեցին, փողոցներում մարդիկ իրենց ոտնահետքերով բացեցին, այնպես որ տարական, այսպես ձյունը գալիս է, մենք արդեն խառնվում ենք իրար, ոչինչ չի արվում, թեկուզ այս պրիմիտիվ օրինակը բերեցի։ Հիմա վատը վատ է, լավին լավ ենք ասում, վատին վատ։ Լավ է այն, որ
Բաքվում պահվող մեր 4 գերիները վերադարձան Հայաստան, իրենց ընտանիքների մոտ են։ Սա էլ կարծես թե միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։ Տարբեր կարծիքներ, այսպես ասած, ընդդիմության ներկայացուցիչները հիշեցնում են իշխանություններին, որ 19 հայ գերի դեռ մնում են Բաքվի բանտերում, դեռ չհաշված մեր անհետ կորած տղաների մասին է խոսակցությունները, բայց ամեն դեպքում ինչպես եք գնահատում, արդյոք համաձայն եք ազգային անվտանգության ծառայության այն հայտարարության հետ, որ սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունքի հետևանք էր գերիների վերադարձը, թեև ընդդիմությունը պարզ ակնհայտ ասում է, որ խուսափում եք փոխանակում տերմինից, սա պարզապես փոխանակում է երկու սիրիայցիներին վերադարձրեցին Թուրքիայի միջոցով, իսկ Նիկոլ Փաշինյանը հերքում է, որ մեկը մյուսի հետ բոլորովին կապ չունի։ Չէ, ազգային անվտանգության ծառայության բանաձևի հետ ես համաձայն չեմ, որովհետև դա կարելի ասել միայն այն դեպքում, երբ որ բոլորը փոխանակվում են բոլորի դիմաց։ Այդ դա անկասկած դա նշանակում է, որ խաղաղության ձգտելու, կողմի խաղաղության ձգտելու, այսպես կոչված ռեալ քայլ բոլոր գերիների դիմաց։ Իսկ այս մանևրերը, որ անում է Ադրբեջանը, ինքը հստակ նպատակ է հետապնդում, որպեսզի եւ նաեւ ճնշումները պահի ինչ-որ մակարդակով վաղաչի օրը վարչապետը կվերընտրվի, այդ ճնշումների միջոցով գազնի այն մյուս նպատակների, որոնք արդեն օրակարգում կան, բայց դե բնականաբար ես քայլով ես շեշտել եմ զբաղվում, որովհետեւ թեպուր ոչ բոլորի 4 հոգու վերադարձը հայրենիք, նույնիսկ այն պայմաններում, որ դրա դիմաց տրվել է երկու այսպես կոչված հանցագործների, ես դա գտնում եմ, որ լավ է։ Իսկ ինչու Ալիևը գնաց այդ որոշմանը։ Ձեր կարծիքով ո՞րն էր պատճառը։ Դա արտաքին միջամտություն էր, թե իրոք այսպես ասած փորձեց հենց այդ խաղացան։ Ալիևը գնաց այդ միջոցառմանը, որովհետև Ալիևը եւ Էրդողանը արդեն միջոցառումների պլան ունեն, որը պետք է նպաստի վարչապետի վերարտադրությանը։ Եվ ես ձեր տաղավարում կարծեմ չեմ արել այդ բանը էքսպերիմենտը, բայց մի երկու տաղավարներում արել եմ։ Ասենք եթե դուրս գանք փողոց եւ հանդիպենք 100 մեր քաղաքացիներ, պատահական 100 քաղաքացիներ եւ այսպեսի հարցադրում անենք։ Ասեք մեր 3 ճշտամի պետությունները։ Ես վստահաբար ասում եմ, տեսնեմ դուք համաձայնեք թե չէ, որ այդ 100-ից 90-ը կնշեն Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Ադրբեջան, Թուրքիա, Ամերիկա, Ադրբեջան, Թուրքիա, Եթովպիա, բայց Ադրբեջան, Թուրքիան 90-ի մոտ կհնչեն, համաձայն եք։ Միջև ես ասում էի, որ համաձայն եք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Ես կամուկացով ասում էին, հա, բայց ես դա էլ էի հաստատում անում։ Իսկ հիմա արդեն փաստորեն ասվեց տեքստով համարյա ասվել է, որ իրանք գտնում են նպատակահարմար ողջունում են եւ այլ բան Նիկոլ Փաշինյանը վերարտադրությունը հայտարարեց, որ հունիսի սկզբին Հայաստանի ընտրություններին կաջակցեն Նիկոլ Փաշինյանին։ Հիմա դուրս եկավ, որ մեր ճշնամական պետությունները ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այստեղ ամենակիչը անհանգստանալու առիթ կա։ Եվ ոնց որ ասում են շարից փորձանքից հեռու պետք է նենց անենք, որ վարչապետը չվերարտադրվի, դեր լինելով միջև այս պահի իր բոլոր ստորագրած փաստաթղթերին եւ նաեւ նպատակներին եւ կառավարել այն մարտահրավերները, որոնք առաջացել են վարչապետի վարած քաղաքականության հետևանքով։ Ինքը այդ մարտահրավերները կդժվարանա կառավարի։ Հետևաբար ավելի լավ է գնա հանգստի եւ նոր իշխանությունը ձևավորվի, որը պետք է անպայմանորեն եմ ասում տեր լինի բոլոր մեր պետության կողմից ստորագրած բոլոր փաստաթղթերին եւ նաեւ խաղաղության օրակարգին բնականաբար ինչու եք տեր լինում Նիկոլ Փաշինյանի կողմից այդ ստորագրված փաստաթղթերի համարում եք որ լավ չի աշխատել, պետք է չվերարտադրվի։ Մենք չենք կարող բանանենք, ամեն անգամ զրոյից սկսենք։ Մեր պետությունը, մեր իշխանությունները ստորագրել են փաստաթղթեր, միջազգային փաստաթղթեր, երկկողմանի, բազմակողմանի եւ այլ տարբեր փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը այսինքն լավ թե վատ պետք է պահպանել։ Այդ դեպքում պետք է պահպանել եւ կառավարել, պետք է պահպանել եւ կառավարել դրանցով առաջացած հնարավոր մարտահրավերները։ Օրինակ, Թրամփի ուղու հետ կապված փաստաթուղթ չէ ստորագրվել, կարևորը փաստաթուղթ է ստորագրվել եւ գրեթե կարելի ասել նորմալ փաստաթուղթ, բայց դե կա մի հատ կետ, որի վրա որոշ մի ուշադրություն չի դարձնում։ Օրինակ ո՞րն է այդ կետը։ Այդ կետը այն կետն է, որ ասում է, որ
կողմը 74% 26% կողմերը կարող են իրենց բաժնեն մասերը օտարել մյուս կողմի համաձայնությամբ։ Դուք ասում եք Հայաստան դաշինքի Արմեն Խաչատրյանի դիրքորոշումը, որ հնարավոր է հետո այդ բաժնետոմսերը վաճառվեն Միացյալ Նահանգների միջոցով Թուրքիային։ Դուք եք դրա այդ տեսակետի հետ։ Եթե Հայաստանը եւ Ամերիկան ստորագրել են փաստաթուղթ, կարևորագույն փաստաթուղթ, շատ կարևոր է Ամերիկայի դերակատարությունը խաղաղության պահպանման գործում, անգնահատելի կարևոր է։ Այդ դեպքում ինչի պիտի հնարավորությունը տրվի համաձայնության, իհարկե այստեղ ասում են իրանք ասում են, որ համաձայնության դեպքում Հայաստանը կարող է չհամաձայնվի, բայց կներեք, էլի այսօր Նիկոլ Փաշինյանն ինքը ուժեղ լիդեր է, չի համաձայնվի, վաղը չմեսօրը ես կլինեմ վարչապետ, թույլ լիդեր, իսկ կճշտեն եւ ես կհամաձայնվեմ։ Ավելի լավ չի լինի, որ արգելվում է։ Կողմերը չեն կարող օտարել։ Ես ներողություն եմ խնդրում Արթուր Խաչատրյանի դիտարկմանը։ Արթուր Խաչատրյանն էլ է համարում, որ վտանգավոր է այդ կետը եւ ոչ ոք չի դիտում եւ ոչ այո, ընդհանրապես ասեք փաստաթուղթ ասեք նորմալ է, շատ լավ է։ Ես 74% 26%-ին միանշանակ համաձայն եմ, որ հետո էլ հնարավորություն կա դառնա 49%, միանշանակ համաձայն եմ, բայց այդ կետը պետք է խմբագրել, այսինքն մենք համաձայն ենք այդ փաստաթղթը, մենք համաձայն ենք այդ փաստաթղթը, վաղ չեմ իսօր նոր իշխանությունը գա Տրամփին խնդրի Տրամփ ջան, արի այս կետը խմբագրենք, որ ազգային ժողովում հաստատենք, որ բան անենք, ասենք առաջ։ Խմբագրության իմաստն հետևյալն է, որ արգելվում է, ասենք եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում են իրենց բանից հրաժարվեն, ինչ-որ 20%-ից, պիտի տան Հայաստանին։ Ոչ թե Անկարային։ Ոչ թե որևէ մեկին, որևէ մեկին։ Եվ բնականաբար Հայաստանը չպիտի տա որևէ մեկին։ Սա կմեղմացնի այն իրավիճակը, որ այսօր լավացում կա որոշակի Տրամփի հետ կապված Իրանի Իսլամական Հանրապետության կողմից եւ Ռուսաստանի կողմից։ Սրա համարժեք տարբերակը կարող է հետեւյալը. այդ ուղին պետք է մասնակցի եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիայի հետ միասին։ Բայց Ռուսաստանը կարծես թե ոչ մեկ չի արգելում։ Բայց ո՞ց է մտնելու հիմա։ Չէ, նայքի չեմ ուզում ասեմ, շատ կարեւոր բան կներեք։ Ասենք իմ համար այս երկու իրավիճակները հավասարազոր են։ Այդ ծրագրին մասնակցում է Թուրքիան, Ադրբեջանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանը։ Մի տարբերակ, մյուս տարբերակը սա է, բայց պետք է արգելվի։ Բաժնեմասի կետը ձեր ասածի պես պետք է խմբագրել։ Սրանք իմ համար որպես պետություն, որպես պետության ներկայացուցիչ գտնում եմ, այստեղ իրար հետ համազոր են։ Եվ նաև Իրանի Իսլամական Հանրապետության եւ նաև հիմա Իրանի Իսլամական Հանրապետության Ռուսաստանը մեզ չեն արգելի, չեն կարող արգելեն ասել հարաբերություն մինուս է որևէ երկրի հետ։ Մենք եւ հարաբերությունները երկկողմանի եւ թույլ չենք տալիս։ Բայց երկու կողմերն մտահոգություններ ունեն եւ դրա մասին բացեբաց խոսում են։ Որովհետեւ եթե մենք թույլ չտանք տարածաշրջանում այլ խաղացողների հնարավոր առավելությունները մեր հարևան կարևորագույն բարեկամ երկրի Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, ապա իրանց հռետորաբանությունը կփոխվի։ Տիտաների մարտադաշտ կարող է լինել, ասում է Արթուր Խաչատրյանը, եթե մենք հաշվի չառնենք այսպես հարևանների։ Եթե դու հաշվի չառնար հարևան ասելով նաև հասկանում ես դեպքում նաև Ադրբեջանի, բայց կարևորելով Իրանի գործոնը, եթե դու քո արտաքին քաղաքականության մեջ հաշվի չառար քո հարևանի, այսպես կոչված շահը, քո այս կամ այն քայլը կատարելու դեպքում նոր կատարես, ապա դու սխալ ճանապարհով ես։ Հիմա ինչ եմ ասում, այս օրինակի վրա, լիք օրինակներ կան։ Հիմա այս օրինակի վրա գալիս է նոր իշխանություն, ասում է Տրամփ ջան, ճիշտ է, տերենք, բայց արի խնդրում եմ, էսի բանանենք, խմբագրենք։ Օրինակի համար։ Չեն համաձայնվում։ Չեն համաձայնվում, դու կամաց ուրիշ փորձես կառավարես այդ մարտահրավերը։ Փորձես կառավարես, նահանջում ես քեզ քայլես կոմեկում, ինչու համաձայնվի։ Ինչի՞ չպիտի համաձայնվի։ Ախր եթե չի համաձայնվում, նշանակում է բան Էրդողանն է այդ արել։ Եթե չի համաձայնվում այսօր Տրամփը, նշանակում է այդ ծրագիրը ոնց ասում եք Էրդողանին է, դու սակայն Էրդողանին է։ Ինչու՞ չպիտի համաձայնվի այդ բանին։ Մենք շնորհակալ ենք, ես որպես այսօր Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը վտանգավոր համարելով հայոց պետականության համար, շնորհակալ եմ Տրամփին այդ փաստաթուղթը ստորագրելու, Ամերիկային, այդ փաստաթուղթը ստորագրելու համար։ Շնորհակալ եմ, բայց այդ կետը պետք է խմբագրվի։ Բայց Ֆիդանն հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքի իրականացումը կլինի այնպես, ինչպես դա կուզի Ադրբեջանը, որտեղ դա վաղը չեմ իսօրը 3 տարի հետո 4 տարի հետո ադրբեջանական մեքենան կմտնի այդ միջանցքով կգա, այդ մեքենայի թափքի վրա կլինեն հայ սահմանապահներ կկանգնեն, այդ ադրբեջանցի վարորդի բոլոր փաստաթղթերը կստուգեն, ամեն ինչ կանեն, կբերեն, կհասցնեն
Նախճեվան, մեկը իրանք այդ ձև են ասելու, որ սա մեր միջազգն էր, կամ հակառակը, այնպես կլինի, որ կլինի իրապես Ադրբեջանի ուզածը եւ գգան անխոչուդոտ իրաց պատկերացմամբ սրընթաց կասեն Նախճեվան կասեն, մենք կասենք ոչ, դա այն չի, որ Ադրբեջանը ուզում էր, դա մեր ուզածն էր, այդ գնահատականները, շատ ժամանակ պոպուլիստական գնահատականները, որ ասենք փորձում են ինչ-որ բաներ ներշնչել եւ այլ, դրանք այսքան էական չեն, էական այդ նախադասությունն է, ասում է, էական այս նախադասությունն է, ասում է կողմերը կարող են օտարել իրենց մասնաբաժինը, մյուս կողմի համաձայնությամբ, Ամերիկան չի կարա ճնշի վաղը չեմ ուսովա վարչապետին ասի տղա ջան, ես հավես զալաչուն եմ այդտեղ։ Եթե չենթարկի Մադուրոյին օրը կգցեն։ Դե մտածում եք, հիմա ասում եք, եթե ամեն ինչ լավ արել Նիկոլ Փաշինյանին չեք ուզում իրան փոխել, ինչ եք համաձայնվի մի աստորագած փաստաթղթերին։ Հիմա կոնկրետ այդ օրինակի վրա ես հիմնավորեցի իմ տեսակետը, որ այո, ես տեր եմ այդ փաստաթղթին, բայց պիտի հետո այդ մարտահրավերը կառավարեմ, փորձեմ կառավարել։ 26%, 76%, 4% բան, սա իմ համար բան են, ընդունելի են, բնականաբար, մենք չունենք այդքան ֆինանսական հարաբերություն եւ լավ է, եթե կարելի կլիներ Թուրքիան մասնակցել է ծրագրին, Ադրբեջանը մասնակցել է ծրագրին, Ռուսաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ամերիկան, դա կլիներ հոյակապ, իմ հասկանալով, միգուցե սխալվում եմ, դա կլիներ հոյակապ, այս տարբերակն է, ուրեմն այս փոփոխությունը պետք է լինի։ Պարոն Դուրս գան կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, գովազդներ եթերում, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 պաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Հարգելի հայրենակիցներ, նոյնտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ մեր հյուրն է Հովիկ Աղազարյանը։ Պարոն Աղազարյան, թրիպի ծրագրի հետ կապված երեք Նիկոլ Փաշինյանն այլ կառավարության նիստի ժամանակ հիշատակեց, որ անելիքներ մենք բավականին շատ ունենք եւ պետք է աշխատենք։ Հիշատակեց, որ մենք որպես պետություն չենք իմացել խաղաղությունը ինչ է եւ հիմա ենք նոր սկսել խաղաղության մեջ ապրել եւ քայլ-քայլ սովորում ենք, գնում ենք դեպի խաղաղություն եւ այս ծրագիրն էլ հենց հասցեագրված է բոլոր այս սկզբունքներին, որը տանում է դեպի խաղաղության։ Ինչ աշխատանքներ պետք է անենք։ Այս վտանգավոր կետի մասին դուք խոսեցիք ընկերության բաժնետերերի փոփոխության։ Այլ վտանգավոր կետեր դրանից բացի կա, թե սա է կարևորը, որ սրանից ելնելով մնացած գործընթացները պետք է։ Չէ, հիմա դա որպես փաստաթուղթ դրա մեջ սա վտանգավոր կետը եւ դա շատ էական է մեր հարևան պետությունների հետ, մյուս հարևան պետությունների տարածաշրջանային հարաբերությունների վատթարացման իմաստով, որը կարող է պատահի վաղը չէ մյուս օր աշխարհաքաղաքական բիզ իրավիճակ ստեղծի, որը 20 Ադրբեջանին ռազմական այսպես կոչված ցանցազերծության եւ գբերի անդառնալի հետևանքների եւ մեր հարևան պետությունները կարող է պատահի հնարավորություն չունենան կամ կներեք ցանկություն չունենան մեզ բանանելու, սատարելու, աջակցելու, ասենք, այդ իմաստով։ Այսինքն հետեւաբար այն խնդիրը, որ մենք տեսնում ենք այսօր, դա պետք է լուծվի։ Հետագա հնարավոր տարբերակներ, բացասական դրսևորումներ լիքն են։ Օրինակի համար Նիկոլ Փաշինյանը ինքը Եվրոպայում որակարգ բերեց ադրբեջանցի այսպես կոչված շագերտավոր փախստականների վերադարձի հարցը Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը որակարգ բերեց։ Ավելորդ չեմ համարում նշել, որ իմ այսօրվա կարգավիճակը ԿՊ-ից վռնդված լինելու պայմանավորված է դրանով, որ ես այս ժամանակ, որ ԿՊ-ում էի, խմբակցության անդամ էի, անընդհատ այդ հարցը բարձրացնում էի եւ անընդհատ եւ վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը ժխտում էին, որ այդ հարցը չի քննարկվում։ Ադրբեջանի բանակցությունների գործընթացում այդ հարցը չի քննարկվում, այսինքն փախստականների վերադարձի հարց չի քննարկվում։ Իսկ Եվրոպայում ինչ ասեց վարչապետը, հրապարակավ դիմեց Ալիևին, որ եկեք Արցախի մեր հայրենակիցների վերադարձի հարցը եւ Հայաստանից այսպես կոչված նորից եմ ասում, որոնք համեմատելի չեն իրար հետ, փախստականների վերադարձի հարցը բերենք հավասարացնենք զրոյի։ Հիմա այդ հարցը դրված է օրակարգում։ Այսօր չի քննարկում այդ հարցը Ադրբեջանը, հասկանալով, որ շատ նուրբ կետ է եւ կդժվարացնի Նիկոլ Փաշինյանի վերարտադրության գործընթացը։ Այդ հարցը ինքը կքննարկի, եթե 2026 թվականի ընտրություններից հետո։ Եթե հասեք վարչապետը վերընտրվի, ինքը այդ ժամանակ այդ հարցը կբարձրացնի, կասի Նիկոլ ջան, ինչ էր ասում, ասպեր բանալ, մատնեցնեք խոսանք դրանք ինչ է, ինչի։ Հա դե այդ էր բանալ, եւ ինքը կճնշի, եւ Թրամփի միջոցով եւ Մակրոնի միջոցով, կասի չեմ հասկանում, Մակրոնը կամ Թրամփը կասի, բայց դու ինչ ես համաձայնում։ Դուք մարդիկ ապրել են ավելի լավ։ Նիկոլ, ժողովուրդը կավելանա, սա փողը։ Շատ մարդիկ շատ բան կարտադրեն, ինչ ես համաձայնում։ Մակրոնի աշկերը կկլորեն, կասի ոչ թե դու չես զում, մարդիկ ուզում են գան իրաց այն տներում ապրեն, որոնք համաձայն ես չէ որ ապրել են մարդիկ բարոն Փաշինյան, բայց Նիկոլը կասի հա, բայց հետո պիտի համաձայնվի դրան, հետո նստի էկրանով գեղեցիկ, ասես ոչ թե գեղեցիկ կեղծ բարեպաշտությամբ խոսացի, ինչ եք ուզում, մարդիկ ապրեն այստեղ չգան ապրեն։ Այդ եկել է հենց շորտ հանրապետությունը, որտեղ ադրբեջանցիները կունենան այդ հնարավորությունը վերադառնալու եւ մենք խելոք մեր տները կամաց կծախենք, զոհ չի լինի ընդ որում։ Այս առաջվա դարերը չէ, ու բռնան թրով մորթեն, կնիկների փորերը ճաղեն, մղեն, բաման, թուրքերը հիմա ագին բան են արել, քաղաքագետ են դարել, զոհ չի լինի, մենք մեր տները հարմար գներով կծախենք թուրքերին, ադրբեջանցիներին եւ կգնանք Լոս, Փարիզ, կսինենք հայրենիքը այնտեղից եւ նաեւ մենք շնորհակալ կլինենք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը խաղաղություն հաստատեց եւ մենք կարողացանք մեր տները հարմար գներով վաճառենք։ Տխուր բան եք ասում։ Տխուր բան եմ ասում։ Պարոն Աղազարյան, տխուր բան եք ասում եւ Ինչա շատ բանական բան եմ ասում։ Ես ձեզ ասում եմ իմ կռիվ եղել է 3 տարի կռիվ եմ արել, վարչապետի 4 տարի կռիվ եմ արել։ Սկզբից ինձ ասում են գործընկերներս ոչ թե ասենք վարչապետը։ Լավ էլի, ողջույն, չկա, դες բան չկա, ինչ ես անդադ խոսում այդ մասին։ Ուսում հարց եմ տալիս, ինչ եմ խոսում։ Կարող է հրապարակավ եմ խոսում։
Մենք ենք հարցնում անակրթությունն եմ։ Չկա դες բան։ Հետո կամաց որտեսան որ չէ, այդ հարցը արդեն Ալիևն է բերում օրակարգ, ասին դրա ով կգա կապրի, հոժանի չստացող ով կգա կապրի։ Իմ այդ ձև են ասում։ Այսինքն մարդիկ իրանք հարմարացնում են իրողությունների հետ, որ եթե նույնիսկ իրանք գտնում են որ դա վտանգավոր բան է, այդուհանդերձ ինչ-որ արդարացում են գտնում։ Եկավ հաստատորը։ Իսկ ինչ կանի Ռուսաստանը։ Որը Հաշվի առնելով այդ որ եթե գալու են Ռուսաստան, ռուսական կողմը ինչ կանի, եթե Սոլովյովի հայտարարությունը լավագույն դեպքում բոլորի համար Թուրքիայի Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի, Ադրբեջանի համար, արդեն Իրանի Իսլամական Հանրապետությունը կմոռանա մեզ, մենք կունենանք 10200 քառակուսի կիլոմետրանից Հայաստան։ Եվ դա կլինի Ռուսաստանի Ազգային այս տրիփի ծրագիրը Սյունիքի հետ կապված խնդիրներ չի լուծում։ Դե ո՞նց է։ Իմեջ տրիփի ծրագիրը իրականացվում է։ Если դեռ զուգահեռ իրականացվի նաև այսպես կոչված փախստականների վերադարձը Հայաստան։ Դուք ո՞նց եք դուք նայում դրա։ Դուք համոզված եք որ նրանք կգան։ Այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանի Թուրքիայի դարերով պլանները փոխվել են, Մասիսարը տեղափոխվել է ուրիշ տեղ։ Արաքսը հակառակողությամբ է հոսում, արևը հակառակողությամբ ինչ է փոխվել։ Որտեղ մնաց հանրությունը, որտեղ մնաց ժողովուրդը, որտեղ մնաց ազգը։ Ժողովուրդը կմնա Լոսում, Ռուսաստանում, Փարիզներում։ Վաճառել իրենց տները կթողեն Բայց ինչ պիտի անեն։ Մարդը, օրինակ պարոն Ասլանյանի հետ մենք ընկերներ ենք նաև, չէ՞, իր մոտ հայրենասիրության զգացողությունը բանը, ասում են զաշկալի է այդ։ Չափից դուրս է։ Իր համար առաջինը հայրենիքն է։ Իմ համար առաջինը հայրենիքը չի։ Բայց ինչն է ձեզ համար։ Համար առաջինը բանը տաքանկյունն է։ Այսինքն հարմարավետությունը։ Բա ոնց։ Այսինքն ձեզ համար ավելի շատ կեցությունը։ Բա ոնց։ Բա իսկ այդ կեցությունը որտեղ պետք է դուք կարողանաք նստել, վեր կենալ, ուտել, խմել։ Պետությանս մեջ։ Իսկ այդ ամենալավը պետությանս մեջ է։ Ես չեմ ուզում լոսի բանը կեցությունը։ Ես չեմ ուզում Ֆրանսիայի կեցությունը։ Ոչ թե ընդդի կեցությունը։ Այսինքն ձեզ կողմը հայրենիքում, բայց այդ հայրենիքից առաջ անկյունը նոր հետո Բայց եթե ինձի կստեղ հետաքրքիր չի ապրել է, եթե պետքա խեղճ ընտանիքի տղան գնա բանակում ծառայի, իր խեղճ ընտանիքի աղջիկը, քույրիկը գնա Թուրքիայում չգիտեմ ինչ անի, որ բիլի է հոր, հիվանդ հոր համար դեղ առնի, այդ հայրենիքը ինչն է պետք։ Մենք ստուգից ինչին է պետք է հայրենիքը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Բարև ձեզ։ Ողջունում պարոն Աղազարյան, ինչու դուք չեք կազմակերպում Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտը։ Շնորհակալ ենք հարցի համար։ Սկսեցինք գործընթացը, կիսա։ Ամեն դեպքում նախորդ հարցը մենք ամփոփենք, ձեր պատկերացմամբ, եթե վերարտադրվեց Նիկոլ Փաշինյանը, մենք բոլորս մեր տները պետք է վաճառենք եւ հեռանանք Հայաստանի Հանրապետությունից։ Խաղաղությունը լինելու եւ դուք 7 տարի հետո շնորհակալություն եք հայտնելու Փաշինյանին եւ երբ որ տուն գնեք, չգիտեմ, կամ ինչ-որ կեցություն ունենաք որևէ տեղ, այդ ձեր չնչիկ փողերի հաշին նաեւ շնորհակալություն եք հայտնելու Փաշինյանին, որ իսկապես խաղաղություն հաստատեց եւ ձեր տունը ձեզ չխլեցին։ Մի քիչ համագնով վաճառեցիք։ Դե հիմա անդրադառնանք, եթե այդ ամենը սկսել եք, իմպիչմենտի գործընթացը սկսեցիք։ Իմպիչմենտի գործընթացը, եթե տեղյակ եք, երկու նախաձեռնություն եղավ, երբ որ հայտնի բանը դիմումը եղավ, մի նախաձեռնությունը մեր կողմից էր, պարոն Ասլանյանի եւ իմ կողմից էր, մենք առաջարկեցինք Էդմոն Մարուկյանի թեկնածությունը, բայց ընդդիմադիրները չաջակցեցին, հարմար չգտան, համարելով Էդմոն Մարուկյանին երկրորդ Նիկոլ, ինձ երրորդ Նիկոլ, չգիտեմ ինչ եւ այլ, խնդիր չկա։ Եկավ մյուս նախաձեռնությունը, պատիվ ունեմի նախաձեռնությունը։ Եվ Հայաստան դաշինքը ինչ-որ էտապում միացավ։ Մնում էր մենք, որ միանայինք, որ հարցը մտնել, հնարավորություն ուներ մտնելու օրակարգ, բայց միայն օրակարգ մտնելու տարբերակով այդ հարցը չէր լուծվում։ Մենք ինչ էինք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ իմպիչմենտի գործընթացին պետք է մասնակցեն նաև ոչ խորհրդարանական ուժերը եւ փաստաթուղթ ստորագրվի, որ այդ 6-7-8 ամսվա համար ինչքան որ մնացած է լինելու ստորագրվի, որ ստեղծվի հավասարակշռված կառավարություն, որ վերմակը ոչ մեկը քաղաքական վերմակը չկարողանա այդ 7 ամսվա ընթացքում քաշի իր վրա եւ ընտրություններում հին ու բարի մեթոդներով ճակերտավոր նորից գա իշխանության։ Ես
երբեք Ռոբերտ Քոչարյանի հասցեին, Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին կամ Սերժ Սարգսյանի հասցեին վիրավորական խոսքեր չեմ ասել։ Ես երբեք ուժ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին չեմ համարել նախագահ։ Ես համարել եմ մեր երկրի ղեկավար։ Բայց հետևաբար ես հիմա ոնց կարող եմ ես կամ պարոն Ասլանյան մեր այդ ամեն ինչը գնահատելով, որ ինչ ճանապարհներով ենք անցել, ինչ կերտիկներով է ձևավորվել իշխանությունը, հիմա բերեմ իմ նպաստս բերեմ, որ իշխանությունը փոխանցեմ որևէ այդ ուժերից մեկին, ում դեմ ես պայքարել եմ, չեմ կարող։ Այ հիմա մենք նորից հանդես ենք եկել նախաձեռնությամբ, ընտրություններին ճակատով գնալու եւ 4 ամսով կառավարություն ձևավորելու ժամանակավոր հավասարակշռված, որ ոչ մեկը չկարողանա իր վրա քաշի նորից վերմակը եւ ըստ էության սա կփոխարինի հենց այդ իմպիչմենտի գործունեությանը, եթե մեր ծրագիրը ընդունելի լինի։ Ճակատում հետ եք կազմելու։ Ճակատում պետք է ընդգրկվեն բոլոր այն ուժերը, դաշինքներ, մի քանի դաշինքներ, որոնք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի խնդրահարույց է լինելու, միավորվում են, ստորագրում են հուշագիր, որ գնում են իշխանության 4 ամիս ժամանակով, նշանակվում է մի վարչապետ, եւ ընդ որում այդ վարչապետը ազգային ժողովի նախագահը եւ փոխվարչապետերը դրանից հետո որևէ բարձր պետական պաշտոն չեն զբաղեցնելու, այդ 4 ամիսը նրա համար է մինիմալ սահմանադրությամբ սահմանված բան հնարավոր տարբերակն է եւ այդ 4 ամիս հետո այդ ճակատի միջի ուժերը արդեն իրենք են ներկայանում ժողովրդի դատին, եթե հաջողում են էլի քաղաքացիական պայմանագրին մի քիչ կողմ հրել, իրենք են ներկայանում ժողովրդին, ամեն մեկ արդեն առանձին, թող Ռոբերտ Քոչարյանը իր ծրագրով, Դաշնակցությունը իր ծրագրով, Լևոն Տեր-Պետրոսյանը Դաշնակցությունը հայտարարել է, որ դաշինքի ձևաչափով է մասնակցելու ընտրություններին։ Դե այդ դաշինքները պետք է ձևավորեն ճակատ, որովհետև հիմա տեսեք այդ ուժը որ կա մեր ձևով շարժը։ Այսինքն Հույդան միանա ձեր շարժմանը։ Մեր շարժմանը չէ, մենք նկատում եմ նախաձեռնությանը։ Հույդան 96 թվականին արեց ու հաղթեց։ Հեղինակը դուք եք այդ նախաձեռնության, ձեզ պետք է միանալ։ Այստեղ անում է ինչպիսի հեղինակը մենք ենք, բայց մենք պատրաստ ենք, քանի որ ընդդիմադիր դաշի շատ գործընկերներ եւ շատ քաղաքացիներ մեզ համարում են որպես Նիկոլի պրոյեկտ, այս ծրագիրը ընդունելու դեպքում մենք պատրաստ ենք չմասնակցել ընտրություններին։ Մեր տեխնացիոն չառաջադրենք որևէ ֆորմատով։ Հակոբ Ասլանյանը եւ ես։ Մենք դրան պատրաստ ենք։ Բայց եթե դու ճակատով չես գնում, մեր ձևով շարժումը հիմա թափ է հավաքում։ Հիմա էլ դեմ եմ շարժում ինչ-որ նախաձեռնություն է։ Մեր ձևով շարժումը թափ է հավաքում։ Ընտրությունների քվեարկությունից 7-8 օր առաջ վարչապետը դուրս է հանելու իրան ընտրաշավից եւ չի մասնակցելու, չի հասնելու քվեարկության։ Այսինքն օգտագործելու է իր գործիքները։ Այո։ Վստահ եք ասում, պարոն Ավագյան։ Հիմա դուք գիտեք ինչ, եթե դուք հետ դառնաք իմ ասածներին եւ բանալեք, անալիզանեք, կտեսնեք, որ շատ քիչ տեղեր եմ ես ոչ ճիշտ դուրս եկել։ Դա անելու է։ Ճակատի դեպքում, եթե մեր ձևով շարժումը լինում է ճակատի մեջ, դա ավելի շատ եք լինում։ Եվ Նիկոլ Փաշինյանը ամենանդեպս մեր ձևով շարժմանը դուրս է հանում քարոզարշավի ինչ-որ էտապից եւ չի հասնում ֆինիշին, մեկը այդ դեպքում այդ մեր ձևով շարժումը մնում է ճակատի մեջ եւ մասնակցում այդ 4 ամսվա ժամանակավոր կառավարության ստեղծմանը։ Ընդ որում ինքներ ասում են իր ընտրողներին, ասում սիրելի քաղաքացիներ, հայրենակիցներ, ովքեր պատրաստվում մեզ ձայն տան, հիմա ձեր ձայնը տվեք ճակատի մեջ գտնվող ուժերին։ Այսինքն ճակատը հնարավորություն կտա դիմակայելու Նիկոլ Փաշինյանի ցանկացած այդ այլ կերպ անհնար է։ Նիկոլ Փաշինյանը այսօր ուժեղա ցանկացած կապն այսօր ուժեղա ցանկացած ուժից եւ Նիկոլ Փաշինյանը այսօր ուժեղա ցանկացած անհատից Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչներից ձևերը մևերը որ սա բան են կանոն են կանոն դուք տալիս եք օբյեկտիվ գնահատականը ձեր գնահատականն է սա։ Կասկածուկ է։ Լսենք մեր հերոստատիտողների զանգերը։ Պատասխանեցիք, լսենք մեր հերոստատիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհավորում եմ դերվերին եւ ձեր հաղորդումը, ես չի ուզում խոսել, բայց երբ որ հաղորդումը լսում եմ, չեմ դիմանում, երկու հատ հարց ունեմ։ Խնդրեմ։ Առաջինը վերաբերվում է մեր ամենահայոց կաթողիկոսին Սրբազանին։ Ուրեմն ուզում եմ ասեմ, որ Փաշինյանը ուզում է իրան հանի եւ մի բերի իրեն փոխանորդ, որը ավելի հայրենիքի նվիրված է եւ պետությանը։ Հիմա հարցը այսպեսին է, եթե գիտեք, թող պատասխան դերուրը։ Օրինակ բոլոր նախագահները կամ պրեզիդենտները, վարչապետները ամբողջ աշխարհում մոտավորապես 4 տարի մեկ ընտրություն է լինում։ Իսկ այդ մեր եկեղեցական կանոնադրությունը ինչպես է
ուրեմն դա ցմա թակավորների նման է, որ ժառանգական ալինում, թե ասեն մարդա հիվանդանում է, սխալ ղեկավարություն անում, իրան պետք է փոխել, միջև մեռնել ուրեմն դա չպետք է փոխվի, որտեղ ինքը Եվ ձեր երկրորդ հարցը կավանակացնեք։ Երկրորդ հարցը սա է, որ օրինակ մենք միջև հիմա չենք իմանում վարչապետը ճիշտ սխալով է, ցույցամետ հայրենիքացիո, արևմուտքացիոն թե Ռուսաստան եւ այլն, մենք ունենք 170 կուսակցություն, բոլորն էլ դժգոհ են, պահանջող են, կներեք սենց կոպիտ ասած ուժող կարապետ են, բայց մեր վարչապետը ավելի ճիշտ խելացի է, որտեղ ինքը ժողովրդին փորձում է համոզել, որ ինքը ճիշտն է, բայց այդ 170-ին ոչ մեկը չի կարող ժողովրդին համոզի կամ համակերպվեն, որ ասեն մենք այս մեկլագին է, որ ժողովրդը իրանց հետ է։ Լավ, հասկանալի է։ Սա այն է, նախ 170 բան ուժերից։ Այդ 170 կուսակցությունների գոյությունը թեկուզ այն բանով, ասենք որ հարգելի զանգահարողի համար հնարավորություն է տալիս, որ այդ համեմատության մեջ գտնի, որ Նիկոլ Փաշինյանն ավելի ճիշտ ավելի ուժեղ է, դա արդեն դրական է, որ այդ 170 կազմակերպությունների գոյությունն են եւ դրա ֆոնին դուք գտնում եք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է։ Ընդ որում դուք էլ եք ասում, որ այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը ուժեղ է ցանկացած իվերքը ասիկը թողეთ կարծիքը թողეთ բանը այնպես որ պետք է ասել 170 եւ այլ շատ պետք է նույն օրենքներով կարգավորենք ով որ չի մասնակցում ընտրություններին 2 տարի հանենք ով որ մասնակցում է այսքան զանահավաքում 2 անգամ քիչ զանահավաքում արգելվի իրագործություն կարելի է կարգավորել օրենքներով բայց արգելել կուսակցությունների գոյությունը դա չի կարելի ինչ վերաբերում է եկեղեցուն որ ասեն կաթողիկոսը ինչի է ցմա նախ ցմահա բայց կաթողիկոս ունի իր շրջապատը եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, եթե պահը գա, որ գտնեն մի հատ այնպիսի իրավիճակ է եւ այդ եպիսկոպոսները ժամանակը սահմանած գուցե լինեին ընտրությունները։ Դիմեին, չէ, միգուցե հենց դա լավ որ 1700 տարի երևի չկա աշխարհում մի հատ ուրիշ կառույց, որ 1700 տարի գոյություն ունենա եւ դրական բացական կողմերով այդուհանդերձ բայց ոչ մեկը չի կարա թերագնահատի եկեղեցու դերը հայապահպանության գործում եւ այլ միգուցե հենց այդ բանը բայց այդ հնարավորությունը բոլոր դեպքերում կա հիմա եթե ես չեմ կարծում որ կաթողիկոսների ճնշող եպիսկոպոսների ճնշող մեծամասնությունը դիմեն բանին վեհապարեն եւ խնդրեն որ ինքը հրաժարական տա այս նկատառումից ինքը ես չեմ կարծում որ ինքը այսինքն հնարավորություններ կա բայց մյուս կողմից էլ պետք է այդ բանը ապահովել շարունակականությունը երևի դրանով է նորից եմ ասում ապահով պայմանավորված 1700 տարվա գոյությունը այդուհանդերձ ես դժվարանամ շատ բովանդակային պատասխանեմ այս հարցին որովհետև ես հեռու եմ այդ բանը Պարոն Ղազարյան Սալովյովի հայտարարությունը ինչպես եք ընդունել Հրանտ Բագրատյանն ասում է տակտը ասելու ձևը շատ կոպիտ էր, բայց ասածի մեջ կար օբյեկտիվ ճշմարտություն։ Սալովյովի հայտարարությունը մենք պետք է ընկալենք, որ դա Ռուսաստանի բարձրաստիճան իշխանությունների այսպես կոչված Մարիա Սախարովան հերքում է սովորական լրագրողի հայտարարություն պետք է ընդունել եւ անընդունելի է համարում։ Ոչ, ես բանաշնակ դատապարտում եմ, ես այնպես բաներ եմ ասել ռուսների հետ կապված, բելարուսների հետ կապված, որ ինձ հայ-բելարուսական բանից բարեկամության խմբից իրաց պահանջով հանեցին։ Դատապարտում եմ միանշանակ, բայց Սալովյովի հայտարարությունը եթե թարգմանենք հայերեն, հետևյալն է։ Մեզ հետաքրքիր չի, թե ով է Հայաստանում իշխանությունը։ Մենք հարգում ենք հայ ժողովրդի ընտրությունը եւ կաշխատենք ցանկացած իշխանության հետ։ Մենք խնդրում ենք մեզ բացակա չդնել։ Այսինքն Ուկրաինայի նման ներխուժել դուք համարում եք, որ նրանք հարգում են մեզ հայ ժողովրդին հարգելու դեպքում նման հայտարարությունը կարներ այդ ռազմական ակնհայտ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմը եղբայրասպան պատերազմը Եթե եղբայրասպան իրենց չեն խնայել, մեզ խնայել մի ժամ շուտ ավարտելը դա շատ կարեւոր է, բայց մեզ կխնայեն այդ դեպքում։ Մի րոպե, ով իրանք։ Եթե ասում եք որևէ մեկը մեզ չի խնայի։ Որևէ մեկը մեզ չի խնայի։ Եթե Թուրքիան իմանա, որ Հայաստանի պետականությունը
սպառնում է այնպես ինչպես վտանգով, ինքը Թուրքիան ռազմական միջոցառումներ կներկա։ Նույնը Ռուսաստանը նույն Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ մեկը մեզ սիրուն աշկերտաբար մեզ չի սիրում, բան չի անում։ Եվ դու պետք է այդ ամեն ինչը գնահատելով քո քայլերն անես։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Թուրքիայի, բանը Ուկրաինայի եղբայրացման պատերազմին չխորանան գտե, որովհետեւ որ խորացանք շատ օրինակն են բերում, չէ՞։ Օրինակ եք բերում, բայց օրինակ եք բերում, ասիկ օրինակ եք բերում, ասիկ Ռուսաստանը իրենք են բերում, Ռուսաստանը Խարկով քաղաքով է սարքել, Ռուսաստանը։ Հիմա թույլ տա որ բանը ամերիկյան բերի Խարկովում ատոմային ռումբեր դնի, միջուկային ռումբեր դնի Խարկովում, բանի Մոսկվա խփելու համար։ Ո՞նց։ Ասիկ ո՞նց թույլ տա։ Ասլա պայմանավորվել է որ բանը պիտի ՆԱՏՕ-ն չգա, չէ, արևելք։ Պայմանավորվել են։ Հիմա դες չխորանը մտե, բան չի։ Ամեն դեպքում կամ ասենք հիմա Ռուսաստանի պահվածքը կամ Ամերիկայի պահվածքը որպես գերտերություններ շատ են տարբերվում իրարից։ Այդ իմաստով ելքեն նույն զիբիլն են էլի։ Հետևենք ամեն դեպքում հայ-ռուսական, հայ-թուրքական հարաբերությունների վերականգնմանը եւ անդրադառնանք ընդհանրապես մեր ներքաղաքական կյանքում դուք որպես արդեն ընդդիմություն, այսպես ասված, նախաձեռնել եք այդ ճակատի ձևավորման գործընթացը։ Ստացվում է ինչ որ բանակցություններ վարել ներքին այդ արտախորհրդանական ուժերի հետ։ Ունեք հանդիպումներ։ Մի փոքր ուղում, ասենք ես ձեր հարցին պատասխանեմ շատ անպագորգուր կլինի։ Մենք չենք նախաձեռնել ճակատի ձևավորման ասպես մենք այդ հնարավորությունը չունենք, մենք ոչ դաշնակցության հնարավորություններ ունենք, ոչ էլ մենք այլ այդ կարգի կազմակերպության։ Մենք առաջարկություն ենք ներկայացրել ընդդիմադիր դաշտին։ Եթե ընդունել կա արձագանքներ։ Կա որոշակի արձագանքներ կան, ասենք, բայց դեռ օրինակ հիմա այսօր արդեն այսօր դաշնակցության առաջարկությունը շատ մոտիկանում է տարբերակին, շատ է մոտիկանում։ Դաշնակցությունն էլ է գտնում, որ մի քանի բևեռներով, դաշինքներով, այսպես կոչված պետք է մասնակցեն Նիկոլ Փաշինյանի վերադարձություն ցույց տալու համար, բայց այդ մի քանի դաշինքները անպայման պետք է համագործակցեն իրար հետ։ Եթե դաշնակցությունը գտնի այդ համագործակցության բանաձևը, ապա հաջողությունը ապահովված է։ Եվ ես գտնում եմ եւ համոզված եմ, որ դա պիտի անի դաշնակցությունը։ Միջև վերջ կգնա այդ միասնությունը, միջև վերջ 4 ամիս չի գնա։ 4 ամիս, մերի ջան։ 4 ամիս խոսքը գրողը տանի։ Այ այսօր դաշնակցության ասածը, ձեր ասածն որ միջև վերջ գնա։ Այդ Մարուկյանինն էլ։ Այդ Մարուկյանը ասում է մի հատ մեծ բևեր ու գնա դեպի բան, ընտրությունների։ Հիմա այդ մեծ բևերը որ ձևավորվի, ռացիոնալ մարդը կմտածի, որ այդ մեծ բևերների ձայնը թե Նիկոլ Փաշինյանի ձայնը, այդ մեծ բևերը լինելու Բաբելոնյան աշտարակը, որտեղ որովհետեւ իրար չի հասկանում։ Հələ չեմ ասում որ այդ մեծ բևերին կարա վարչապետը հանի, բանից, ընտրապայքարից, ինչ-որ этаպում տենա վտանգ ներկայացնում։ Ինչի՞ բոլոր Դե փաստորեն ամեն ինչի վարչապետի ձեռքին է ստացվում է։ Բողում ձերքին լինի, իմ ձերքին լինի, ինքն է տերապետում սաղ, ամեն ինչին, բնականաբար։ Ու ես նաև ուրիշ համոզմունք եմ ունեմ։ Պլան B ունեք այդ դեպքում, եթե այդ ճակատի գործընթացը չի ստացվում միջև իշխ։ Եթե չէ, նայեք, ես շատ կարևոր բան խոսացինք մենք։ Հիմա դաշնակցությունը հենց դեր ասածն է, այդ խառի ճանաչ այդ համախմբությունը, եթե չկազմակերպվի, արդյոք չի տա։ 4 բլոկների մասին է 4 բլոկ, 4-5 բլոկ, այո։ Եվ դերակատարությունը պետք է լավրավեսնի դաշնակցությունը հենց։ Ոսը 96 թվականի վերջից իր վրա դերակատարությունը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նախկին դաշնակցական եք այդպես խոսում։ Ես այդ բանը գիզակետում եմ եղել այդ գործընթացների այս ժամանակ։ Այս ժամանակ ոսոր արվեց, հիմա պիտի դաշնակցությունը այդ վերջնի իր վրա։ Իմ կարծիքով ոչ հրամանում որ ներողություն ինքը կարա միայն։ Ինչ որտեղ է խնդիրը որն է։ Ինչ մասով խնդիրը։ Ինչու հենց դաշնակցությունը։ Որովհետև այն կառույցն է այսօր Հայաստանում ունի ֆինանսներ, ունի հնարավորություններ։ Հնարավորությունները վերահսկելու, բոլոր հանձնաժողովներում մարդ ունենալու, բոլոր տեղամասերում մարդ ունենալու իմաստով, ոնց որ մենք արեցինք 96 թվականին, այսօր դաշնակցությունը ունի հնարավորությունը Երբ որ ինքը կազմակերպի այդ ամեն ինչը եւ X պահի նույնիսկ դաշնակցության այսպես կոչված այն ուժին որտեղ որ դաշնակցությունն ասենք Ռոբերտ Քոչարյանից կամ Նիկոլ Փաշինյանը նորից անհանգստությունից դուրս մեղ ընտրապայքարից ճակատը գնում է առաջ այդ նույն ծրագրով եւ դաշնակցությունը այդտեղ կա եւ մեծ ձևով այդտեղ կա ում էր որ հանի Նիկոլ Փաշինյանը միևնույն է մնում է ճակատում եւ 4 ամսով ձևավորում են կառավարություն ուժեր որոնք լիքը հակասություններ ունեն իրար նկատմամբ
Այդ 4 ամիսը պետք է ընդհանրապես ընտրական դաշտը կայունացնելու եւ առանց վարչական ռեսուրսների, առանց բռնաճնշումների գնալ ընտրություններ ներկայանալ ժողովրդին յուրաքանչյուր իր ծրագրով այդ ժամանակ ժողովուրդը ձևավորի իշխանություն։ Թող այդ ժամանակ քպեն ընտրի նորից։ Պարոն Աղազարյան, եւ մի հարցի եմ ուզում անդրադառնալ, ցավոք 2 օր առաջ մենք բանակում ունեցանք զինվորի մահ։ Ինչպես եք բացատրում այս ամենը։ Մի քանի օր առաջ էլ հենց այդ ժամանակահատվածում Սուրեն Պապիկյանի ասուլիսներ կարծում եմ հետևել եք, ինչի մասին է խոսքը։ Սուրեն Պապիկյանի մտքերի 90% համաձայն եմ, ասեմ։ Համաձայն եք։ Այո, համաձայն եմ։ Երկրորդը բանակը ցավոք սրտի ամեն ինչ լինում է։ Ես նորից եմ ասում, այն հիվանդությունները, որ կա հասարակության մեջ, Եթե բոլոր տեղերում էլ այդ հիվանդությունը կա եւ ոչ թե պետք է այս կամ այն միավորումը ոչնչացնել, ոնց որ ասենք վարչապետը ուզում է եկեղեցին ոչնչացնել, որովհետեւ այնտեղ հավանական մեկը կա, որ օտարերկրի պետություններն ծառայում։ Այդ պետք է հայտնաբերես այդ մարդուն, այդ բանին եւ օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկես։ Բանակում էլ չի կարա թերություններ չլինի։ Միանգամից էլ այդ հարցերը հնարավոր չի լուծվել։ Ցավալի է իհարկե, շատ ցավալի է, բայց ես ինչ կարող ասեմ։ Արամելիմս որ մանրամասների տեղակ չի հնարավորակ է մանրամասները դեռ։ Մանրամասները չկա, պարզապես ասուլիսի ժամանակ հայտարարեցինք, որ այս տարի բարեբախտաբար զոհերի թիվը քիչ է եղել եւ մի քանի օր հետո Այո, բանը չափելով չի մի հոգի թե 10 հոգի։ Դրանք ցավալի բաներ են բոլոր դեպքերում, բայց նորից եմ ասում, ոչ մեկ ապահովագրված չի դրանք բաները։ Ազատել է աշխատանքից այն աշխատակիցներին ու որդիները զավակներ ունեն այլ երկրի քաղաքացիություն։ Իսկ Աղազարյան Հովիկը Աթը 10 տարի ասում է, 15 տարի։ Անբարոյական է այն իշխանությունը, որտեղ իր բարձրաշապ պաշտոնյաների երեխեքը սովորում են դրսերում եւ մասնավոր դպրոցներում։ Եվ հիմա էլ ասում է Աղազարյանը եւ ասում է ժամանակ, որ ինքը իշխանության մեջ էր։ Ահա, զուգահեռ կար, բայց իհարկե շատ ճիշտ է արել։ Ողջունում եք այդ քայլը։ Բայց ինչի՞ մստաֆոս։ Ո՞ւր կարող չեմ ողջունում այդ քայլը։ Ասենք, ինչքան ես հիմա կպեին հակառակ եմ։ Ոչ չեմ կարա, եթե լավ բան արում, ասես լավ բան արում, բայց այդ նույն բանը պիտի արվի նաև կրթական համակարգում։ Եթե դու քորեխուն չես զստա, դու նախարար ես պայմանական։ Քորեխուն չես զստա տանես քո կողքի դպրոցը, որ քորեխան դասովի հարավ քո անվտանգելի դպրոցի մակարդակը մի քիչ բարձրանա, տանես մասնավոր դպրոց։ Ասենք դու չես զստա քո եկավաց հիմնակը, դու նախարար ես գնայի ալախ չի ջան, այ բալան։ Բայց ճիշտ է անում, իհարկե ճիշտ է անում։ Հետևենք զարգացումներին, պարոն Աղազարյան, այսօր մեր հաղորդման ժամանակը արդեն ավարտվեց, հարկ լինելու դեպքում կհանդիպենք կրկին այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։